Գնիշիկում տեղադրված արևային էներգիայով աշխատող երկու ինքնավար կայանները կապահովեն վայրի բնության մշտադիտարկման տեսախցիկների անխափան և շուրջօրյա աշխատանքը։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը դրանք տեղադրել է Յուքոմի աջակցությամբ։ Այս լուծումը հնարավորություն կտա մասնագետներին շարունակաբար հետևել վայրի կենդանիների տեղաշարժին և վարքագծին, ուսումնասիրել վտանգված տեսակների միգրացիոն ուղիները, ինչպես նաև ուժեղացնել ապօրինի որսի և անտառային հրդեհների կանխարգելմանն ուղղված վերահսկողությունը։ Տեխնոլոգիան էլի օգնում է, որ շրջակա միջավայրին մենք կարողանանք պահպանենք ու ինչու՞ չէ պաշտպանենք։ Եվ այստեղ է, որ կապը իբրև կապ եւ շրջակա միջավայրի տեխնոլոգիան իբրև օրինակի համար վերականգնվող էներգիան համատեղվին իրար հետ, որ մարդկության համար, շրջակա միջավայրի համար, բազմազանության համար տրամադրեն ինչ որ ապահով ապաստարան։ Արևային էներգիայի կիրառումը միաժամանակ նվազեցնում է ավանդական էներգիայի աղբյուրներից կախվածությունը եւ թույլ է տալիս բնապահպանական խնդիրների լուծման համար կիրառել ավելի կայուն եւ բնությանը ներդաշնակ տեխնոլոգիական մոտեցումներ։ Դրանք հնարավորություն են տալիս ստեղծելու վայրի բնության պահպանության առավել հուսալի համակարգ, ապահովելով շարունակական վերահսկողություն եւ անհրաժեշտության դեպքում արագ արձագանք։ Շատ կարևորում եմ, որ լինելով հեռահաղորդակցման կազմակերպություն, Յուքոմը հենց քաջալերում է նորագույն տեխնոլոգիաներով եւ կապի, ամենակարևորը կապի միջոցով հասանելի դարձնել այն գեղատեսիլ վայրերը, թե մարդկանց համար, թե գիտական մեր ոլորտի համար եւ թե իհարկե պայքարելու որսագողության դեմ։ Համագործակցության նախորդ փուլերում Յուքոմի աջակցությամբ հիմնադրամի ջերմային տեսախցիկների համակարգերն ապահովվել են բարձրորակ ինտերնետ կապով, ինչի շնորհիվ մասնագետները կարողանում են հեռավար եւ օպերատիվ կերպով ստանալ, վերլուծել եւ կիրառել տարածքներից փոխանցվող տվյալները։ Գնիշիկում մեղվապահությամբ զբաղվող ընտանիքներին էլ նվիրաբերվել է արևային էլեկտրական ցանկապատ, մեղվափեթակներն արջերից պաշտպանելու համար։ Լուծումը ժամանակակից է եւ բնության համար անվտանգ։ Շատ կարևոր դրական տենդենց ենք նկատում, որ էլեկտրական ցանկապատերը հատկացրել ենք, իրենք իրենց տնտեսությունները ավելի են ընդլայնել։ Կենդանու դիպչելու պահին ցանկապատն արձակում է թույլ էլեկտրական ազդակ, որը զսպում է մոտենալու հետագա փորձերը առանց վնաս պատճառելու։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։